Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ հզոր հռոմեական կայսարությունը դեռ հալածում է քրիստոնյաներին, իսկ հարևան Պարսկաստանը փորձում է կլանել ամեն ինչ։ Եվ հանկարծ այս երկու հսկաների արանքում գտնվող մի թագավորություն անում է անհնարին։ Նրանք դառնում են առաջինը ամբողջ աշխարհում։ Բայց մինչ այդ երկրի արքան խելագարվել էր, իսկ այն մարդով պետք է փրկեր նրան 13 տարի թաղված էր ստորգետնյա մութ հորով, մահվան դատապարտված։ Ողջույն, ձեզ հետ Armenia History-ն։ Այսօր մենք տեղափոխվում ենք 4-րդ դարի սկիզբ, Արշակունիների դարաշրջան։ Հայոց գահին է Տրդատ Գմեցը, անհավանական ուժի տեր մի ռազմիկ, ով ատում էր քրիստոնյաներին։ Նրա հրամանով Գրիգոր անունով մի երիտասարդ նետվում է խորվիրապի սարսափելի ստորգետնյա բանտ։ Պատճառը պարզ է։ Գրիգորը հրաժարվել էր երկրպագել հեթանոսական աստվածներին եւ խոստովանել էր իր քրիստոնյա լինելը։ 13 տարի բոլորը կարծում էին, թե նա վաղուց մեռած է։ Բայց պատմությունը կտրուկ շրջադարձ է կատարում։ Հայաստան են գալիս քրիստոնյա փաղստական կույսեր Հռիփսիմի գլխավորությամբ։ Նրանց նկատմամբ դաժան հաշվեհարդարից հետո Տրդատ արքան ընկնում է ծանր հիվանդության մեջ։ Լեգենդն ասում է, որ նա կորցնում է բանականությունը եւ վայրի վարազիտ է ստանում։ Ոչ մի բժիշկ ու մոգ չի կարողանում օգնել։ Եվ հենց այդ ժամանակ արքայի քույրը Խոսրովի դուխտը երազ է տեսնում։ Միակ մարդը, ով կարող է բժշկել թագավորին, խորվիրապում գտնվող Գրիգորն է։ Գրիգորին հանում են հորից։ Նա իր աղոթքով բժշկում է արքային։ Տրդատը տեսնելով այս հրաշքը հասկանում է, որ իրենց հին աստվածներ անզոր են։ Եվ ահա 301 թվականին Տրդատ գա Արշակունի թագավորի հրամանով քրիստոնեությունը Հայաստանում հռչակվում է պետական կրոն։ Սա քաղաքական հանճարեղ քայլ է։ Արշակունիները հասկանում են, հռոմեացիներից ու պարսիկներից տարբերվելու եւ սեփական ինքնությունը պահպանելու համար հայերին պետք էր մեկ միասնական հզոր գաղափարախոսություն։ Այսպես ծնվեց Էջմիածինը միացնի աչքի վայրը եւ Հայաստանը հավերժ գրեց իր անունը համաշխարհային պատմության մեջ, որպես առաջին քրիստոնյա պետություն։ Այս որոշումը փոխեց ամեն ինչ։ Հայկական մշակույթը ճարտարապետությունը իսկ 104 տարի անց բերեց նաեւ հայ գրերի ստեղծմանը։ Եթե ձեզ դուր եկավ մեր պատմության այս էջը, բաժանորդագրվեք Armenia History ալիքին։ Դրեք լայք եւ մեկնաբանություններում գրեք։ Ըստ ձեզ ինչ կլիներ, եթե Արշակունիները չընդունեին քրիստոնեությունը։ Կհանդիպենք հաջորդ հոլովակում։